ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը տիկնոջ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-ին եւ 10-ին պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում։ ԱՄՆ փոխնախագահը այսօր երեկոյան հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարությամբ։ Արմլուրը հարցում է արել Երևանում հասկանալու քաղաքացիները ինչ սպասելիքներ ունեն Ջեյդի Վենսի այցից եւ Նիկոլ Փաշինյանի հետ նրա հանդիպումից։ Ես արդեն ոչ մի սպասելիքներ չունեմ։ Ոչ մի։ Ինչու՞։ Հայաստանում ով սպասելիք ունի։ Ճիշտ ասած տեղյակ չեմ ընդհանրապես, բայց բարի գալուստ ասեմ։ Մեծ սպասելիքներ ունեմ։ Ինչ դրական փոփոխություններ կարող է լինել։ Պուտինի հայերեն ասեմ, հետևից որ դուրս գան կդե արդեն փարկասու։ Գերիների համար նաև ցույց են անելու, հնարավոր է ինչ որ դրական տեղաշարժ լինի։ Եթե Եվրոպան ու Ամերիկան չկայանա հարցը լուծի, ռուսները հաստատ չեն լուծի։ Անկեղծ ասած ես ոչ մի սպասելիքներ չունեմ։ Ոչ այս իշխանություններից, որոնց իշխանություն չեմ էլ համարում, անկեղծ ասած, խամաճիկ են, թուրքահպատակ խամաճիկներ են։ Իսկ այդ Ամերիկայի ներկայացուցիչից է, անկեղծ ասած, մեր օպտին ոչ մի լավ բան չեմ սպասում։ Վատ եւ ամոթ մեր հասարակությանը այստեղ նաեւ, որ ամեն ինչ հանդուրժում է։ Ամոթ, հազարամոթ։ Գերիների ազատ արձակման պահանջով նաև ցույց է լինելու, հնարավոր է ինչ որ դրական տեղաշարժ լինի։ Չեմ կարող ասել։ Կլինի ցույցը, պարզ կլինի, այս բանը չեմ կարող ասել։ Ես սպասելիքներ իրենցից չունեմ։ Այդ ամեն ինչը լինելու է ի վնաս Հայաստանի եւ հայ ժողովրդի։ Ես ընդհանրապես ոչ Ամերիկային եմ հավատում, ոչ էլ Եվրոպային։ Նրանք մեր իսկական թշնամիներն են, ինչ անում են իրենք են անում։ Երբ որ մենք մեր ազգային շահերով շարժվում ենք, այդ ժամանակ երևա ով մեր կողքին կանգնած, ով համաձայն կլինի, որ մենք Արցախ ունենանք, ով համաձայն կլինի, որ մենք ավելի հզոր բանակ ունենանք։ Այդ ժամանակ ես կասեմ, ով մեր բարեկամ երկիր է։ Ռուսաստանի դաշնակից երկիր համարում եք։ Համարում եմ։ Միակ դաշնակից երկիրը ինքը Ռուսաստանն է հիմա մեր համար, բայց ցավոք սրտի մարդիկ համարում են, որ Ռուսաստանն է մեկ միակ թշնամի, բայց լավ վատ միակ դաշնակից երկիրը Ռուսաստանն է։